Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-ից 21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին, Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Աղթալա համայնքներում։ Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ 96-ամյա Վարդենիսի տղամարդուն միգրացիա և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձնագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև Տարեց Միկին։ Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք 100-ից ավել քաղաքացիների, շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական մեծ գնահատանքի է արժանացել քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է քաղաքացիների եւ ժամանակը եւ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը, մատուցել են քաղաքացիներին անձնագրի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաեւ այլ ծառայություններ։ Հաշվառման քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։ Մեր կողմից մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է, կախված ծառայության տեսակից։ Ամենապարզ դեպքերում, օրինակ խոտանման տեղեկանքի տրամադրումը, սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ օրինակ վարորդական վկայականների փոխանակման դեպքում տևում է մինչև 10 րոպե։ Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր, սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։ Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։ 3 ամիս է անձնագրի ժամկետը լրացել էր, թոշակը չէր կարող ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում աշխատակից են, շատ բարեհամբույր։ Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի։ Նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր։ Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մեկ շաբաթ անց մարտի 28-ին նույն վայրերում։ Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnish-ի մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ եւ կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին եւ տեղափոխել համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Chrysler Magnish-ի մի մեքենա։ 31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահապ, նաև մահակի նմանվող առարկա։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են BID Magnish-ի մի մեքենա։ Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված եւ հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Կրիստալի քաշը 3.7 գրամ էր։ Վարորդը նաեւ ներկայացրել է գաղտնի փականով դանակ։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։
Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 3003-2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող և առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN և PUK կոդերը եզակի են և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ և հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճըդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից և վճարեք 20%-ով պակաս։